Ակադեմիական քաղաք ծրագիրը պետք է չեղարկվի, պատասխանատուները պետք է վճարեն մինչև այժմ ծախսված գումարները։ Լուսավոր Հայաստան կուսակցությունն է հայտարարում ակադեմիական քաղաքի կառուցման համար նախատեսված վայրից։ Մենք այսօր այստեղ ենք, որ ասենք, որ 1.1 տրիլիոն դրամ գումար Հայաստանի ժողովրդի հարստությունից չպետք է դրվի այս ծրագրի վրա, որովհետև այն բացարձակապես անմիտ է։ Լուսավոր Հայաստանի նախագահի դիտարկմամբ տարածքում դեռ ոչինչ չի հուշում, որ այստեղ ակադեմիական քաղաք է լինելու։ Այնինչ հայտարարվել էր, որ կառուցման աշխատանքները պետք է սկսվեն 2025 թվականի հոկտեմբերին, 2023-ից 25 թվականներին նախագծման փուլներ։ Քանի որ արդեն որոշակի ներդրումներ արվել են, նախագիծ է մշակվել եւ պետք է շենքեր կառուցվեն, Մարուքյանն առաջարկում է այդտեղ տեղակայել պետական գերատեսչությունները, իսկ բուհերը թողնել Երևանի փոքր կենտրոնում։ Լավ տարբերակ կարող է լինել, որ փոքր կենտրոնում բոլոր բուհերը իրար կապող տարածքները լինեն ոչ երթևեկելի գոտի, ամբողջությամբ կանաչապատվեն եւ լինի ուսանողական տարածք, օդը մաքուր կլինի, քաղաքը կբեռնաթափվի, որովհետեւ նաեւ այստեղ նախատեսում ենք պետական բոլոր հիմնարկները։ Մյուս կողմից նաեւ այն կլինի ուսանողական, երիտասարդական եւ մեր կրթական կենտրոնները կօգտագործվեն։ Ակադեմիական քաղաքը համարում են պատրանքային թեզ, որը չի իրականացվելու, բայց որի հիման վրա ոչնչացվելու է եղած բուհական համակարգը։ Ինչի համար ենք մենք եկել ստեղ, մենք նշանային կետեր ենք ընտրում առնչվող այս իշխանության հետ եւ սա այն կետերից մեկն է, որը խորհրդանշում է Նիկոլ Փաշինյանի վարչակազմի թշվառությունը եւ անկարողությունը, որովհետեւ 3 տարի էլ ոչինչ չեն կառուցել, բայց այս նույն ընթացքում արդեն Ալիևը հասցրել է մի քանի հատ թունելներ փորի սարերում ճանապարհներ անցկացնի, օդանավակայաններ կառուցի, իսկ այս գրանդիոզ նախաձեռնությունը արդեն 3 տարի է տեղի չի շարժվում։ Կուսակցության ցուցակի երկրորդ համար Կարպիս Փաշոյանը կարծում է, արևմուտքում տեսած կամպուսները հնարավոր չէ մեխանիկորեն ադապտացնել այստեղ։ Պետք է հաշվի առնել երկրի ու ազգային առանձնահատկությունները, կրթության կարիքները։ Ես Լոնդոնում եմ սովորել, Միացյալ Նահանգներում եմ սովորել եւ երկուսի պարագայում էլ կարող եմ ասել։ Փարիզը լավ գիտեմ, Փարիզ քաղաքը, ուրեմն բոլոր մայրաքաղաքներում կան բուհեր։ Ամենակարևոր բուհերը պետական գտնվում են մայրաքաղաքներում։ Մասնավոր բուհերը գտնվում են երկրորդական քաղաքներում։ Այն իշխանությունները, որոնք որ արդեն քանի տարի է խոստանում են, որ պետք է կառուցեն Աչաբնյակի կայարանը, մետրո կայարանը, նույնիսկ դա չեն կարողանում կառուցել։ Այսպիսի կարճ ժամկետներում ոնց են պատկերացնում այս ամայի տարածքում կառուցել մի ակադեմիական քաղաք, որտեղ ոչ միայն համալսարանները կլինեն, այլ նաև այդ համալսարանների շրջակայքում իրենք պատկերացնում էին կամպուսների շրջակայքում պատկերացնում էին նաև բիզնես որոշ ծառայություններ։ Ես կարծում եմ, որ նման ձևով խաբել ժողովրդին եւ երիտասարդներին հատկապես ու ասել, որ այսպիսի կարճ ժամկետներում մենք կառուցելու ենք ակադեմիական քաղաք եւ ըստ էության սա ձևի մասին է նորից ոչ թե բովանդակ։ Կարպիս Փաշոյանը հիշեցնում է Եվրոպայում առաջին համալսարանները, Սորբոնի, Բոլոնիայի եւ այլն որոշակի ինքնավարություն ենթադրող համայնքներ էին։ Ակադեմիական ազատություն ասված այդ մշակույթը 100-ամյակներով զարգացել է։ Արդյոք Հայաստանի իշխանությունը դրա կրողն է։ Հարցնում է Փաշոյանն ու հավելում 2018-ին պայքարում էին բուհերի քաղաքականացված լինելու դեմ, որ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները չլինեն բուհերի կառավարման խորհուրդների ղեկավարներ, բայց հիմա բուհերի խորհուրդներում այսօրվա իշխանության ներկայացուցիչներն են։ Ժորժ ջան, հույս կա, որ հունիսի 7-ին այս աբսուրդը դուք կկասեցնեք, ուսանողները կմնան քաղաքում, բուհերը կմնան Երևան քաղաքում, մարզային քաղաքներում բուհական կյանքը կբարելավի եւ շեշտը կդրվի բովանդակության վրա, ոչ թե ձևի, ստի, կեղծիքի։ Գնացինք, այստեղից շան հոտ է գալիս, պետքա հնարավորինս արագ հեռանալ ակադեմիական քաղաքից Նիկոլ Փաշինյանի։ Լուսավոր Հայաստանի քվեաթերթիկը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ համար 19-ն է։ Աննա Զախարյան, լուրեր։